ասենք խոսում, ասնեմ մյուս թեմային, սա ուղղակիորեն հենց ուրեմն եկեղեցուն հարվածելու հերթական փորձը կատարեց Նիկոլ Փաշինյանը։ Եթե հիշեք, 5-շաբթի օրը ուրեմն ճեպազրույցի ժամանակ լրագրողները իրենից պահանջեցին, ինչու փաստաթղթերը չես հրապարակում այդ քո հավակնությունների մասին, որ ասում ես այսինչ հոգևորականներ կամ եկեղեցականներ, ես ինչ գիտեմ, հետախույզներ են, ագետներ են, լրտեսներ են, փապացույց հրապարակի, ինքը իր սեփական ոճով սկսեց այդպես ասած, դե մամուլում չեք տեսել հրապարակումները, գնացեք այնտեղ ամեն ինչ կա մամուլում, շատ պարզ էր, որ ովից ապացույցին այդ բանը իր ձեռքում չունի եւ չուներ հրապարակելու համար, հղում կատարեց մամուլի հրապարակումներին, ինչքը կարծում եմ շատ ծիծաղալի է, եթե պիտի մամուլում եղած հրապարակումներին հղում կատարել, նույն օր մամուլում շապազանց հետարքի տեղեկություններ կային իր եւ Գրծոյի, այդպես ասած, համագործակցությամբ ինչ-որ ֆինանսական գործերի կապակցությամբ, ինչը ես գիտեմ, ամեն դեպքում դա այդքան էլ իրականության հավանաբար չէր համապատասխանում, բայց եթե մամուլում տեղ գտած հրապարակումներն են հիմք, վերջին 7 տարում խնդրեմ հանենք մամուլում իր մասին, իր ընտանիքի մասին տեղ գտած հրապարակումները, բոլորը որպես մեղադրանք կարելի է այդպես ասած ընդունել եւ փորձել դրանից հետո հետեւություններ անել։ Կարծում եմ դրանից հետո քարի վրա չի մնալու, ամեն ինչը կազմակերպվելու, հետաբար ոչ մի խելոք մարդ մամուլում տեղ գտած հրապարակումներին հղում չի կատարի, հատկապես նմանատիպ կարևոր զգայուն հարցերի կապակցությամբ։ Հետաբար Նիկոլին ինչ էր անհրաժեշտ էր ինչ-որ ապացույց, որպեսզի հաջորդ անգամ երբ իրեն հարց են տալիս, ահա ունենար շատ հստակ կերպով ապացույց։ Հետաքրքիր է, որ ժամանակի ընթացքում մի քանի շաբաթների ամիսների ընթացքում անգամներ ուրեմն ազգային ժողովին դիմադրի պատգամավորներ նամակներով դիմել են անվտանգության ծառայությանը, պահանջել են, որ եթե կա որևիցե մեկի հետախույզ լինելու, լրտես լինելու մասին հավակնությունները, որ կատարում են Civic.am-ը, ՔՊԱ-ականներ, դրանց մասին ապացույցներ կա, հրապարակվի։ Եվ որևիցե պատասխան չեն ստացել, քանի որ նման ապացույցներ շատ պարզ է, որ գոյություն չունի։ Ու միանգամից չգիտես որտեղից որտեղ Civic.am-ը որոշում է նույն օրը հարցում ուղարկի անվտանգության ծառայության, այսպես կոչված, եւ անվտանգության ծառայությունն էլ հանդես է գալիս մեկ հատ փաստաթղթով, որ իբր 1986 թվականից Վահապարի եղբայր Եզրա Սրբազան, ով Ռուսաստանի թեմի առաջնորդն է, ուրեմն հավաքագրվել է ԿԳԲ-ի կողմից որպես ագենտ կամ այդպես ասած լրտես կամ գործական։ Դա այդ ապացույցը որքան ծիծաղելի էր եւ անհիմն էր, կարծում եմ արդեն բոլորիս համար ապացուցված է, եթե որից է մեկը դեռ չի ծանոթացել, թե ինչու այդ փաստաթուղթը կեղծված եւ իրականությանը չի համապատասխանում եւ դա իսկապես հիմնականում Նիկոլի պահանջով ստեղծված մի հատ փաստաթուղթ է, որպեսզի Նիկոլի ձեռքում ունենա ապացույց, խնդրում եմ հենց իմ Facebook-յան էջում էլ կա, նաեւ տարբեր տեղերում կարող եք գտել Եղամ Մանուկյանի շատ այդպես ասած բովանդակալից պրոֆեսիոնալ բացատրությունը ապացույցներով, փաստաթղթերով, թե ինչու այդ փաստաթուղթը իր ձևաչափերով չի կարող ճիշտ լինել, սկսած օրինակի համար լեզվից որ օգտագործվել է, քանի որ այն ժամանակ նման պաշտոնական նամակագրություններ ռուսերենով էին եւ հայերենով չպետք է լիներ, բայց այդտեղ հայերենով է գրված, մինչեւ վերջացած նույնիսկ թանակի գույնը, որ օգտագործվել է, քանի որ շատ ռանկ է, որ ինչ գույնով պետք է գրվի, ինչ ձևաչափերով պետք է լրացվի, եւ այդ բոլորը նկատի առնելով տեսնում ենք որքան այդպես ասած շատ պրիմիտիվ կերպով մի հատ փաստաթուղթ են պատրաստել եւ դուրս են հրապարակել, անկեղծ գիտենք, որ այդ թվականների թղթերի որակի պատճառով բոլոր հիմա պետք է դեղնած լինեն, տեսնենք ինչքան մաքուր սպիտակ թղթի վրա է ուրեմն փաստաթուղթը հրապարակված։ Հետաբար ես չեմ ժամանակը խնայելու համար չեմ մտնում այդ բացատրության մեջ մանրամասնությամբ, կխնդրեմ գնալ Գեղամ Մանուկյանի բացատրությունը անպայմանորեն ուրեմն լսել, եթե որից է մեկը դեռ կասկածով է։ Հետաքրքիր է, որ այդ ամեն բացահայտումներից հետո այդ ԿՊԱ-ականները երեսից չեն գնում, ելի շարունակում են այդ քարոզությունը շարունակել։ Բայց գիտեք, սա էլ այն թեմաներ, որ կացել ժողովրդի կողմից այդքան էլ ընդհանրացում չգտա, միայն ընդհանրապես Նիկոլին հավակնություններ արդարացնելու նպատակ էր հետապնդում։ Պարզ է, որ այսօրին նման, այդպես ասած, փաստաթղթեր ժողովրդի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում եւ տեսանք դրանից հետո այդ իմաստով էլ միայն հենց ԿՊԱ-ականներն էին դրանով հետաքրքրված ու դիմադիր մամուլներ փորձում դրանց պատասխանել։ Ես մի լայվ եմ արել եւ այդտեղ խոսել եմ այդ թեմայի մասին, ոչ թե բովանդակությանն եմ անդրադարձել այդ ուրեմն փաստաթղթի, բովանդակության մասին արդեն խոսվեց բնականաբար կեղծ է, բայց ես ասել եմ նույնիսկ եկեք ենթադրենք, որ այդ փաստաթուղթը ինչ որտեղ ճիշտ է, բայց հիմա հետաքրքիր է, որ ընդհանրապես ասենք
քո սեփական երկրի անվտանգության ծառայությունների հետ հանուն քո հայրենիքի հետ համագործակցելը լավ է թե վատ է, այսինքն այդտեղ հիմնականում խնդիր կա, որտեղ օրինակի համար հենց Երևանում 2022 թվականին ՔՊԻ առաջարկությամբ Արաբկիրի համայնքում ուրեմն փողոց են անվանակոչել նույն ԿԳԲ-ի ամենահայտնի հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով։ Ուրեմն ԿՊ-ի տեսակետից դա այդքան էլ վատ բան չի գործակալ լինելը, բայց հիմա չգիտես ինչ-որ ուրիշտեղ գործակալ լինելը միանգամից դառնում է ուրեմն վատ։ Հիմա պիտի անցիկից ասած որոշեն, որ ընդհանրապես այս մոտեցումը ինչ է գործակալ լինելը, եթե վատ է, բայց ինչու է փողոց անվանակոչում իր անունով։ Իսկ եթե լավ է, բայց ինչու է ուրիշն, ես ճիշտ եմ, անկախ դες Եզասրբազանը կամ ուրիշներն է այդ հարցում իրենց մեղադրում։ Ամեն դեպքում հիմա երկու տեսակետ կա, ես իմ ընկերներից մեկի տեսակետը կարդացի, որ չէր հավատում, որ դա անվտանգության ծառայության աշխատանք լինի, որտեղ ամեն դեպքում անվտանգության ծառայությունները կարծում եմ շարունակում են մնալ ինչ-որ կարմիր գծեր չհատել եւ մնալ ես բարձրուկի վրա, դա civic KTM-ի կողմից կեղծված փաստաթուղթ է, բայց մեկ անվտանգության ծառայությունը չունի դա արգելելու հնարավորություն, քանի որ ուղղակիորեն արդեն դեմ կկանգնի Նիկոլ Փաշինյանին դա չի անելու, լռում է դրա մասին, չի խոսում այդ ամբողջ փաստերի կապակցությամբ, իսկ կարծում եմ սա շատ ավազանց հավանական դες ասած վարկած է, որ ուղղակիորեն դա ոչ թե անվտանգության ծառայությունն է հրապարակել, այլ ուղղակիորեն հենց civic KTM-ի կեղծած փաստաթուղթն է եւ ԱՀՑ-ն